Եվ թեմայի շուրջ այս պահին կլսենք տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանին։ Պարոն Պետրոսյան, բարև ձեզ, շնորհակալ եմ այս հնարավորության համար։ ԵԽ ամբիոնից Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը խաղաղության խաչմերուկի մասին, ինչպես եք նախ գնահատում եւ այդ օրակարգի ընկալում կա արևմուտքում, թե ոչ։ Շնորհակալ եմ, դե խաղաղության խաչմերուկ ձևակերպում եւ ընդհանրապես մեր տարածաշրջանում խաղաղությունը այսօր Հայաստանի համար, Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների համատեքստում առաջնային խնդիր է եւ բնականաբար այդ խաղաղությունն ապահովելու համար անհրաժեշտ է փորձել տարածաշրջանի վրա կենտրոնացնել առավելագույն ջանքեր։ Բնականաբար այս պայմաններում առանցքային դերակատարում ունեն արևմտյան երկրները, հատկապես Միացյալ Նահանգները, Եվրամիությունից Ֆրանսիան, Գերմանիան եւ նրանց ջանքերն այստեղ հույժ կարեւոր են, հաշվի առնելով կրկնում եմ այն անվտանգային սուր իրավիճակը, որ առկա է մեր տարածաշրջանում եւ նաեւ Ադրբեջանի քաղաքականությունը եւ Ադրբեջանի դիրքավորումը այն է կրկին կարծես թե խառնելով բոլոր բանակցային հարթակները հարաբերությունների կարգավորման վերաբերյալ բանակցային գործընթացը մի կողմ թողնել եւ կրկին օրակարգ բերել ռազմական գործիքակազմը։ Ինչ վերաբերում է արևմուտքում տրամադրությունների մասին, դարձյալ կդժվարանամ հստակ գնահատական տալ, որովհետեւ այնուամենայնիվ ջանքեր կային բանակցություններ կազմակերպում էին, հնչում են հայտարարություններ, իրականացում են դիվանագիտական մանևրներ, բայց դրանք փաստացի չեն աշխատում, որովհետև մենք ավելի վաղ ունեցանք հստակ գործողություններ եւ գործընթացներ, որոնք պահանջում էին ավելի առարկայական գործողություններ նաեւ արևմտյան խաղացողներից։ Այն է Արցախի դեմ պատերազմը, Արցախի հայաթափումը, Գրանադայի բանակցություններից Ադրբեջանի հրաժարումը, այս բոլորը ուրեմն պահանջում են արևմուտքի կողմից ավելի առարկայական շոշափելի քայլեր Ադրբեջանին հստակ նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունների ուրեմն ձևաչափ վերադարձնելու։ Եթե կա արևմուտքի մոտ նման տրամադրվածություն, ուրեմն այդ բանակցությունները կլինեն նախանշում է Բրյուսելում կամ գուցե այլ վայրում, բայց արևմուտքը պետք է կազմակերպի բանակցությունը եւ պարտադրի Ադրբեջանին տեր կանգնել նախկին խոստումներին։ Եթե դա տեղի չունեցա, բնականաբար չի լինի։ Այս պայն իրավիճակն իհարկե ավելի բարդանում է մեր ցավալքում մասնավորապես Իսրայել-Համաս հակամարտության պատճառով, որովհետև նույն այդ առանցքային դերակատարները որոշակի դերակատարություն Միացյալ Նահանգների դեպքում ավելի մեծ դերակատարում ունեն նաև այս հիմնախնդրի շրջանակներում եւ բնականաբար այս պարագայում չգիտեմ ավելի բարդանում է արևմուտքի կողմից հստակ գործողություններ ակնկալելու այդ հնարավորությունը։ Այդ հստակ դիրքորոշման եւ նաեւ գուցե գործողությունների ակնկալիք հայ հասարակության մեծ մասը ունի Իրանից, որովհետեւ Իրանը միշտ է իր դիրքորոշումը հայտնել, այդ թվում այդ Հայաստանի տարանցիկ, որպես խաչմերուկ դառնալու եւ այլնի վերաբերյալ, չկրկնենք ինչ դիրքորոշման մասին է խոսքը, բայց դուք շատ լավ նշեցիք Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձությունները, որքանով է հավանական դրանում Իրանի ներգրավվածությունը եւ այնինչ փոփոխություն կարող է բերել մեր տարածաշրջանում արկա կարմիր գծերի փոփոխման, հնարավոր փոփոխման մասին, որովհետև գաղտնիք չէ, որ Թուրքիան եւ Իրանը ըստ էության նաեւ Ռուսաստանը դիրքավորված են գրեթե նույն, այլանսում Մերձավոր Արևելյան այդ Պաղեստինա-իսրայելյան հակամարտության ֆոնին։ Պաղեստինյան հակամարտության հերթական թեժացումը խառնում է բոլոր խաղաքարտերը փաստացի աշխարհում եւ միաժամանակ մի քանի տարածաշրջաններում ակտիվ գործընթացների մասով։ Այդ թվում բնականաբար
մեր տարածաշրջանում ընթացող եւ ակնկալվող գործընթացների մասով։ Միանշանակ է, որ կան ակնկալիքներ Իրանի մասով եւս մեր տարածաշրջանում իր զսպիչ դերակատարումն ավելի շոշափելի, առարկայորեն իրականացնելու եւ հայտարարություններից բացի հանրության դեպքում նաեւ գործի անցնելու մասով։ Բայց ցավոք սրտի ունենք մի իրավիճակ եւ արդեն իսկ Իրանը ներգրաված է պաղեստինյան հիմնախնդրի շրջանակներում տեղ գտնող գործընթացներում։ Առնվազն գոնե տեսնում ենք, թե ինչպիսի ահռելի դիվանագիտական ջանքեր է գործադրում Իրանը Գազայում ընթացող պատերազմը դադարեցնելու տեսանկյունից։ Եթե գործընթացները զարգանան պատերազմի խորացման, ընդլայնման տրամաբանությամբ, իսկ դրա հավանականությունը կա, ապա բնականաբար տեսնելու ենք Իրանի ավելի լայն ներգրավվածություն։ Եվ Իրանի, եւ Միացյալ Նահանգների, եւ հետեւաբար նաեւ այս նույն դերակատարների ավելի նվազ ուրեմն ուշադրություն եւ ջանքեր մեր տարածաշրջանում։ Ինչն էլ ավելի ուրեմն կբարձրացնի անվտանգային իրավիճակը այստեղ եւ ավելի կբացի Թուրքիայի եւ Ադրբեջանի ձեռքերը իրենց համար այդքան կարևոր Զանգեզուրի միջանցքի ծրագրի իրականացման հարցում։ Շնորհակալ եմ պարոն Պետրոսյան մեզ միանալու եւ մեկնաբանությունների համար։ Մեր հեռուստադիտողներին հիշեցնեմ, լսեցինք տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանին, իսկ դուք շարունակեք հետևել մեր ընթացքին։